Այսօր խոսելու ենք 2021 թվականի ֆիզիոլոգիայի եւ բժշկության Նոբելյան մրցանակից։ Երկու ձևով էլ դիմում են, հենց բան է, անվանման մեջ Նոբելյան մրցանակի գրում են Physiology and Medicine or Medicine։ Ոնց որ տարբեր տարի, ոնց որ ավելի շատ մի տարի մեդիցինն է վերաբերվում, մի տարի ֆիզիոլոգիային։ Ու այս 2021 թվականին Նոբելյան մրցանակը տրվել է Դեվիդ Ջուլիուսին ու Արտեմ Փաթապուտյանին, ովքեր աշխատել են համ երկու ուղղությամբ էլ, համ բժշկության, համ ֆիզիոլոգիայի, որտեղ ուղիղ կապ ունեն իրար հետ, բացահայտել են այն մեխանիզմները, թե մենք ոնց ենք զգում ջերմաստիճանը, տաքությունը, սառնությունը ու նաև մեխանիկական ճնշումը մեր մաչկի վրա, մեր մարմնում, օրինակ որ մի բան բռնում ենք, զգում ենք, որ բան կա ձեռքի մեջ կամ մեկը մեզ սեղմում է, զգում ենք այդ մեխանիկական շփումը, այդ ամենն են բացահայտել։ Իհարկե, այս ամենը երկուսով չեն արել, երկուսը Արտեմն էլ, Դավիթն էլ ունեն իրենց լաբորատորիաները ու լիքը տեղ կտեսնենք հեսա հոդվածում, որ ցույց է տալի, որ երկուսն էլ իրենց լաբորատորիաներում իրարից առանձին գտել են այդ ամենը ու ոնց որ իրար հետ համագործակցել են ու այդ ամենի հետևում ամբողջ լաբորատորիան է կանգնած էլի, որ նայում է իրանց բանը, ելույթները, վերջում ցույց են տալի այդ մարդկանց contributor-ների քանակով, ովքեր այս ամեն ինչի մեջ ներդրում ունեն, տենց հարյուրավոր մարդիկ են էլի, որ այս հետազոտություններին եւ այլնին մասնակցել են, ոնց որ երկու հոգու անունագրած, բայց երկու հոգի չեն էլի։ Ուրեմն ամեն ինչ սկսում է այս սոմատիկ զգացողություններից, ոնց որ տարբեր զգայական համակարգեր մենք ունենք, որոնցից սոմատիկը այն է, որ այդ ամեն մեր շփումը, հպումները, շարժունողականությունը, դիրքի զգացողությունը, այդ ամեն ինչը սոմատիկ զգացողություն է կոչվում։ Ու տենց երկար տարիներ, հազարամյակներով մարդիկ մտածել են, էլի ոնց ենք մենք զգում, այդ բան հարցն է, որ պարապես մնում նստում ես, ձեռներդ սկսում ես իրար շփել, մտածում ես ոնց եմ զգում, էլի ձեռներս, էս ինչ է, հրաշք է եւ այլն։ Ու տենց մեջ են բերում Ռենե Դեկարտի խոսքերը, որ ինքը մտածում էր, որ ինչ որ բան մեր մաշկից փոխանցում է ուղեղին, ինչ որ թելեր, չգիտեմ, այն վաղ երևի գլուխ չէին հանում, ինչ է այդ, հետո պարզվեց, որ նյարդերն է, բայց ոնց որ այն ժամանակվանից հասկացել են, որ ինչ որ բան կա, որ մաշկից դեպի ուղեղ է գնում, ու խոսում է այստեղ 3 հատ Նոբելյան մրցանակի մասին, որը միջև են ստացել, բոլորը էլի ֆիզիոլոգիայի մասին, առաջինը 1906 թվականին են ստացել, որ բացահայտել են մեր օրգանիզմում այդ նյարդային համակարգը, որ հիմա նկարները տենում ենք Google-ում գրեք նյարդային համակարգ, այդ նկարը կարմիր այդ նյարդերով սաղ օրգանիզմում կբերի, այդ 1906 թվականից արդեն բացահայտել են ու իր կառուցվածքը։ Հետո 1932 թվականին է մյուսը եղել, որ հիմնական այդ առաջընթացը, որ բացահայտել են տարբեր ֆունկցիաները տարբեր նեյրոնների, թե նեյրոնները ինչ են անում, ու մյուսն էլ 1944 թվականին, որ այս նյարդային համակարգում կան տարբեր տեսակի նյարդեր, տարբեր ձևի, տարբեր երկարության, ու ամեն մեկը ոնց որ տարբեր ֆունկցիոնալության համար է պատասխանատու։ Ըստ այդ ամեն ինչն է գրած, ու նաև այդ տարբերությունները նյարդային համակարգերի, որ իրանց տարբերվում է այդ ազդակի փոխանցման արագությունը, թե ինչքան արագությամբ են ուղեղից փոխանցում, ինչքան չափից հետո են փոխանցում եւ այլն, այդ ամեն ինչը հեսա կտենանք, բայց ոնց որ դրանց այդ բացահայտել են այդ տարբերությունները, էլի, որ այտենց ընդհանուր տարբերություններ կա, մի տեսակ նյարդային բջիջներ չի, տարբեր տեսակի են լինում, բայց ոնց որ ասում եմ, մեկը
անհասկանալի էր մնում, թե ոնց։ Ասենք ոնց է ջերմաստիճանը զգում մեր մաշկը օրինակ։ Հարցեր մնում, ոչ մեկ դեռ պատասխանը չուներ։ Ոստեղ օրինակներ է բերում, որ շատ կարևոր է այդ զգացողությունները գոյատևման համար ու օրինակ է բերում բակտերիայի այստեղ օրինակը բանն է օսմոտիկ ուժն է օսմոտիկ ուժը այդ այն է որ ջուրը փորձում է գնա այնտեղ որտեղ շատ լուծվող բան կա այսպես ասած ու երբ որ այս մեր բակտերիան ընկնում է ջրափոսի մեջ այդ անձրևաջուրը քիչ աղի է իսկ բակտերիայի մեջ այդ նյութերը որտեղ ձգտում է ջուրը շատ է ու ջուրը սկսում է մտնել բակտերիայի մեջ ու բակտերիան սկսում է ուռել ու եթե ինչ որ բան իրան չկանգնեցնի բակտերիան ուղղակի պայթելու է բայց այս բակտերիան հասկանում է ինչ որ ձև որ ես ուռել եմ դա հենց այդ զգացողությունն է որ ֆիզիկական ուժ է զգում ես ուռել եմ ու նենց անում որ իր մեջից այդ աղերը կալցիումը եւ այլը դուրս գան որ ջուրը չլցվի իր մեջ կարճ ասած դա ցույց է տալի որ դեռ բակտերիայի մակարդակում կա այդ զգացողությունը ճնշման որ կարում է զգա ճնշումը իր օրգանիզմի որպեսզի խուսափի պայթելուց այտենց շատ կարևոր բան է նույնիսկ բակտերիաների մոտ ուստի բացատրում է որ այս մեր զգացողությունները նրա համար են որ օբյեկտիվ ինֆորմացիան մեր շրջակայքում աշխարհում ինչ կատարվում է կարողանա վերածել էլեկտրական սիգնալների, էլեկտրական ազդակների, որը հետո գնալու է մեր ուղեղը հասկանալու է թե ինչա կատարվում։ Հետո ինչ աստեղ ասում չեմ հիշում, այս ամեն ինչը գալի կապնվում է ցավի հետ, ցավի զգացողության հետ, որովհետև ոնց որ այս ամեն ինչը կարևորվում է գոյատևման տեսանկյունից կարևորվում է որ ցավ զգաս եթե շատ բարձր ջերմաստիճան է դու ոնց որ դա պետքա ցավի տեսքով զգաս կամ երբ որ շատ ուժեղ սեղմում են քեզ էլի ցավի տեսքով պետքա զգաս ու գալիս ենք էլի այդ հարցին ոնց ենք ցավ զգում ինչ ասվում խոսում է նաև նրանից, որ մենք բերում ենք ամեն ինչ գիտակցական դաշտ, այսպես ասած, որ մենք զգում ենք ցավը, տաքությունը եւ այլն, մեզ թվում է այդ ամեն ինչը մենք մշակում ենք մեր գիտակցական մակարդակում, ոնց որ գիտակցում ենք, տաքա, պետք չի կպնել, իհարկե ռեֆլեքսներ էլ կա, որ մի անգամից առանց գիտակցելու ձեռքը փախցնում ես, երբ որ շատ տաք է լինում, բայց նաև նրա մասին է խոսում, որ մենք նաև ենթագիտակցորեն այդ բոլոր ինֆորմացիան զգայարանների օգտագործում ենք մեր գործերը հեշտացնելու, ավտոմատացնելու համար, օրինակ ինչ որ բաժակից ջուր խմելու դեպքը, երբ որ մեր ոնց որ օրգանիզմը հասկանում է չափերը, ձևը, տաքությունը բաժակի ու օգտագործում է այդ ամեն ինչը, որ ոնց մենք մեր ձեռքը շարժենք, որ բաժակը գա բերանի մոտ, ճիշտ պահենք, չթափվի եւ այլն, ոնց որ այդ ամեն ինչը այդքան էլ գիտակցական չի լինում, էլի, որ դու բաժակը վերցնում, քաշում ես բերանիդ մոտ ջուրը խմես, տենց ամեն քայլիդ մասին չես գիտակցում, էլի, ձեռքը սենց քաշեցի, բաժակը այսքան սեղմեց ինձ եւ այլն, հենց որ այդ ենթագիտակցական բաների վրա էլ է շատ ազդում ու նաև քայլելու մասին է խոսում, որ քայլելուց էլ ոնց ենք մենք նորմալ քայլում, դե մեր ոտքերը կպնում է գետնին, մենք զգացինք, որ կպավ ու ոտքերի ծալվելու չափն ենք զգում, բայց էլի գիտակցական չի լինում, էլի, այտենց կարաս անջատված ժամերով քայլես։ Ու այդ ամեն ինչը սկսում արդեն բացատրել, որ առաջին հոդվածը բաղկացած է երկու մասից, առաջինը տաքության զգացողությունն է, երկրորդը այդ ֆիզիկական ուժերի ու շատ հետաքրքիր է ստե ամեն ինչ այնքանով, որ նայում էի բաները, այս Նոբելյան մրցանակակիրները ելույթ են ունենում Նոբելյան մրցանակ ստանալուց առաջ ու բացատրում են ինչ որ իրանց դասախոսությունն են անում
ու ասվում է, որ հիմնական այս փորձերը արվում են բնական պրոդուկտներից ինչ որ օրինակ ստե գալիս է կծու բիբարի օրինակը ու այս բոլոր փորձերը սկսել են արվել կծու բիբարով, որը պարունակում է նյութ կապսացին անունով, ու եթե կծու բիբար փորձել եք, ուտեք, զգում եք ջերմություն։ Ոնց որ տաքություն զգացողություն լինի, երբ որ կծու բիբար է լինում վերանում ու ցավ է լինում։ Հիմա հարց է առաջանում, խի պետքա կծու բիբար ուտելուց տաքություն առաջանա ու հեսա հասնում ենք հենց դրան, որ լիքը բան է բացահայտում դա մեր զգացողությունների մասին։ Այստեղ փորձերի մասին է խոսում, որը Դեվիդ Ջուլիուսն արել իր լաբորատորիաներում օգնականների հետ, որ ինչ են արել, փորձել են հասկանալ լավ, ինչն է, որ արձագանքում է այս կապսացին նյութին, որ մեր օրգանիզմը զգում է կապսացին կա, որ քեզ փոխանցի, որ այստեղ տաք է կամ կծու է եւ այլն։ Փորձում են գտնել մի փոքր գենի հատված, որը պատասխանատու է դրա համար։ Ինչ են արել, ինչ որ sense cDNA ասված կա, որ կարողանում են սրանով բան անեն, փոխեն DNT-ի մասերը փոքր ու լիքը փորձերից հետո բացահայտել են մի հատ փոքր հատված DNT-ի մեջ, որը պատասխանատու է կապսացինը զգալու համար։ Երբ որ այդ DNT-ի մասը փոխում հանում են կամ ուրիշ բան են անում, այդ բջիջը չի զգում կապսացինը։ Սա փորձել են ընդհանրապես մի բջջի վրա, կարող են ոնց որ նայեն տենան ինքը արձագանքում է կապսացինին թե չէ, էլեկտրական ազդակներ գեներացնում է թե չէ։ Ու մի հատ գեն են գտել։ Ու ինչա պարզվում։ Պարզվում է այդ գենը, այն գենն է, որը արտադրում է մի հատ սպիտակուց։ Այդ սպիտակուցի անունը դրել են TRPV1։ Ուստը հասկացվում է, որ այս կապսացինը զգալու համար այս սպիտակուցն է կարևոր, TRPV1 սպիտակուցը, ռեցեպտորը, մեր իմացած, որ ասում ենք ռեցեպտորները համի զգացողության, տաքության եւ այլն, ռեցեպտորներից է, ու sense գտել են այդ մի ռեցեպտորը։ Եթե անհասկանալի եղավ, մի հատ էլ շատ կարճացեմ, հերթով DNT-ի մասերը փոխել են այնքան, մինչև գտնեն այն մի հատվածը, որը հանելուց հետո կապսացինը էլ չի զգում բջիջը, կապսացինի հանդեպ զգայուն չի։ Ուստի այդ նկարն է, որ ասենք այս դեպքում այդ գենը լինել չլինելը կապսացին ձախ մասում կապսացին չկա, աջ մասում կապսացին կա բջջի վրա։ Ոնց որ տենում եք տարբերություն չկա աջ ձախ մասում, առաջին վերևի մասում։ Այդ նշանակում է այս ոնց որ գենի մասը պատասխանատու չի դրա համար, երկրորդ նկարում էլ տեն շատ փոփոխություններ չկան, այլ երրորդ գենում տենում եք, երբ որ կապսացինը ավելացնում եք, սկսում է ոնց որ ազդեցություն ունենալ, բջիջը սկսում է ոնց որ ազդակներ գեներացնել, ու անունը միջև է եղել է վանիլոիդ ռեցեպտոր, դրա համար է VR1 գրած, հետո են վերանվանել ոնց որ այս TRPV1-ով։ Բարև Մայրչյան։ Ու հետո տես բացահայտեցին այդ մի հատ ռեցեպտորը, նաև ապացուցել են, որ այդ ռեցեպտորն է իրականում կապսացինը զգում, որովհետև կա կապսացինի հակառակ նյութը, որի անունը է անտագոնիստն է, որը կիրառելուց հետո ոնց որ բլոկում է կապսացինի ազդեցությունը, էլ չի ազդում կապսացինը, որը նշանակում է, որ հա իրոք այս ռեցեպտորն է, որ ազդում է կապսացինից։ Ու այսքանից հետո Ջուլիուսը որոշում է նաև ցույց տա, որ այս TRPV1-ը ոչ միայն ազդվում է կապսացինից, այլ նաև տաքությունից։ Տաքությունը ոնց որ նույն ձև է սկսում ազդել, ինչ որ կապսացինը կազդել այդ սպիտակուցի վրա։ Այստեղ նկարները կա, այս հիմնականում էսա տեսքը, սա մեր կոպիտ ասած մաշկն է, բայց եթե ավելի փոքրանանք բջիջների մեջ, այս հատվածին անվանում են մեմբրան լսած կլինեք, այդ բջիջի վրի թաղանթն է, որը թույլ է տալի նյութերը մտնեն բջիջ, դուրս գան բջիջից, ու այս մեմբրանի վրա սենց սպիտակուց կա, որը երբ որ իրան այս կապսացին նյութը գալի կպնում է, ինքը բացվում է ու թույլ է տալի ինչ որ բան անցնի իր մեջ։ Ստե չեմ հիշում որ մասում է, բայց հիմա ասեմ որ հասկանալի լինի։ Ուրեմն մեր այս
membrane-ի վրա, որ կա հեղուկ եւ այլն, այդ հեղուկում կան իոններ։ Իոնները այն ատոմներն են, մոլեկուլներն են, որոնք ունեն լիցք։ Իսկ այն ատոմները, որոնք այն մոլեկուլները, որոնք լիցք չունեն, այսինքն դրականն ու բացականը իրար հավասար են, իոն չեն կոչվում։ Ու իոնա լինում, երբ որ ինչ որ էլեկտրոնների քանակը պրոտոնների քանակից կամ ավել է կամ պակաս, եթե էլեկտրոնները ավել են մինուս լիցք ունենում, եթե էլեկտրոնները պակաս են պլյուս լիցք ունենում, ու երբ որ այս բանը բացվում է, սպիտակուցը բացվում է, այս իոնները անցնում են ներս։ Ու երբ որ անցնում են ներս, մեր նյարդային համակարգը ոնց որ ընկալում է այդի, ու ոնց որ ասում է, ստե ալդակ կա։ Ազդակը սենց է ընկալում մեր մարմինը։ Սպիտակուցը, որը բացում փակվում է։ Ու ցույց են տալիս, որ կապսացինը երբ որ գալի նստում է այս սպիտակուցի վրա, այն առաջին նոբինարին կհիշեք, երբ որ խոսում էինք սպիտակուցների մասին, խոսում էինք իրանք 3D կառուցվածքի մասին, ասում էի, որ դեռ խնդիր է մնում, որ հասկանան երկու սպիտակուց իրար կպնելուց ոնց են կպնում, կամ ինչ որ մոլեկուլ սպիտակուցին ոնց է կպնում։ Իմաստը ստուգել են, տեսել են, որ այդ կապսացինը գալի կպնում է այս սպիտակուցին, սպիտակուցը ոնց որ բացվում է, ինչ որ իմաստով, ու արանքով անցնում են այս իոնները, ու մեր օրգանիզմը ոնց որ զգում է, թե ազդակ կա։ Ու նույն բանն է լինում, երբ որ տաք է լինում ջերմաստիճանը։ Էլի էս բացվում է սպիտակուցը, իոնները անցնում են։ Հենց դրա հետևանքով է, որ կծու բիբար ուտելուց նույն ձև ազգացվում ինչ որ տաքություն է։ Ու երբ որ տաք բան տանես բերան ու կծու բիբար տանես բերան, հավանաբար նույն բանն է զգալու, որտեղ այս նույն ռեցեպտորն է պատասխանատու դրա համար։ Հեսա մի հատ իրական նկարները կնայենք սրանց, որ պատկերավոր լինի ինչա կատարվում։ Արթուր ջան, մի հարց կարելի է։ Այո, ասացիք, որ կապսացինը անցնում է բջջի ներս, հա, հետո ինչ անում, դուրս է գալիս։ Բջջի ներս չի անցնում, նայ գալի կպնում է ինքը սպիտակուցին, այս բջջի մակերևույթն է։ Ինքը գալի կպնում է բջջի մակերևույթի վրա գտնվող այս սպիտակուցին, որը թույլ է տալի, որ իոնները անցնեն ներս, ու ինչ որ ժամանակ հետո բնականաբար մաքրվելու է, չգիտեմ, տենց հատուկ ինքնամաքրվելու մեխանիզմ կա, որ գալի պոկում են բանի վրից, սպիտակուցի վրից, թե ուղակի շփման հետևանքով է գնում, բայց հավանաբար խի են ասում օրինակ բան սպիտակուցային բան խմեք կծու բան ուտելուց հետո, որովհետև հավանաբար գալի ոնց որ սպիտակուցների վրայից կապսացինը պոկում տանում է, էլի, հա։ Իսկ այդ ասում են տաքի վրայից մածուն, վառվածի վրայից մածուն կսելն էր, ճիշտ։ Հավանաբար հա, ոնց որ բայց այդ կարծում եմ այդքան էլ բան չի արդեն գալի, էլի։ Вообще դրան հավանաբար անդրադառնալու ենք արևայրուքից հետո ավելի ցավոտ կամ եւ այլն, բայց բարդ։ Լավ, Արթուր ջան, մի հարց էլ եթե անդրադառնալու եք դրան, կարիք չկա պատասխանել հիմա, ոնց է տարբերում, տարբեր եթե մի բանը կծվի է, մյուս բանը թթվի է, ոնց է տարբերում այս ձեր նկարագրած երևույթի մեջ այդ տարբեր հպումները ու ոնց է տարբերակում։ Okay, հեսա դրանք չի պատրաստվում ասել, բայց որ ասացիր, հեսա կասենք, բայց ստե մի բան կա հասկանալու, որ այդ հասկանանք, հետո այդ էլ կհասկանանք։ Շատ է։ Հա, սրա պատճառով է, որ հա, ինչ որ մեկը հարց ուներ։ Ինձ լսում եք։ Այո։ Հա, լսում եք, արդեն։ Նախ շատ շնորհակալություն նյութի համար, ու առաջի անգամ եմ միանում, այսինքն ուշադիր լսում եմ։ Սրա վերաբերյալ հենց հարց ունեմ, գուցե որ հետո նորից հետ չկանք, հա, այստեղ կծվի վերաբերյալ։ Օրինակ նույն շատ կծու ուտելուց ու անդադար կծու ուտելուց ես ենթադրում եմ, որ զգայարանը բթանում է որևէ ձև, հենց այս օրինակի վրա եմ ուզում հասկանալ, ոնց որ կարող է սպիտակուցը սկսում է արդեն չբացվել կամ չընկալել, չհասկանալ, ենթադրում եմ, որ մարդիկ ասում են բան, այնքան ես կծու ուտում, այրում ես, ոնց որ ինչ որ բան այրվում է, ու էլ չի հասկանում օրգանիզմդ որտեղ կծու է, ուզում եմ այս հատվածի հետ ինքը ինչքանով է առնչվում, ու դրա գիտականորեն բացատրությունը կա։ Okay. Լավ հարց է։ Այստեղ
ես նայում էի միջև այս բանը, օրինակ տակ տեղում մնալուց երկար ժամանակ խիա նորմալ դառնում, ասենք եթե այս բանը բացվել է, ռեցեպտորը բացվել է, իոնները գնում են ներս, դու ուզում ես տակա, երկար ժամանակ մնալուց հետո խիա նորմալ դառնում, հավանաբար նույն հարցն է, նման է, ու երկու բան ունի այստեղ, առաջինը զուտ մեր ուղեղի ընկալումն է, որտեվ այս ամեն ինչը գնում է մեր ուղեղին, ու մեր ուղեղին եթե երկար ժամանակ գնում է, որ ես տեղից բանա, այս ռեցեպտորը բացվել է, ու հավանաբար ստե տակա, ուղեղը հա ընկալում է, ստե տակա, ու ոնց որ մեր ուղեղի հոգեբանության մեջ նենց է դրված, այսինքն ենթագիտակցական բանի մեջ, էլի, որ եթե մի ինչ-որ բան երկար ժամանակ նույնն է, հավանաբար էլ պետք չի դրան ոնց որ բան տալ, շատ տեղ տալ, օքեյ է, էլ պետք չի ցավացնել եւ այլն, ոնց որ մի մասը ուղեղային է, էլի, ուղեղն է կոնկրետ ստոպ տալի, ասում բոլա, կամ մի բան փչացել է անդե, ոնց որ, չգիտեմ, վնասվել է, դրա համար է սիգնալներ գալիս, կամ օքեյ է։ Երկրորդ մասը նրանից է, որ այս սպիտակուցները, երբ որ երկար ժամանակ բաց են մնում, իրականում ստե մեխանիզմները փոխում են, որտեղ այս իոնները անընդհատ ներս են անցնում, բայց նաև իրանք ուզում են դուրս էլ գան, ու այս կալցիումը խանգարում է արդեն մյուս բաներին գալուն, ու կարճ ասած, դա փոքր մոլեկուլային բաներ է կատարվում, որ երկար ժամանակ բաց մնալուց հետո այդքան էլ լավ չի աշխատում այս ռեցեպտորը։ Ոնց որ դա երկրորդ մասն է, որ ինչ որ բթանում է այդ ռեցեպտորը, բայց իհարկե հավանաբար ինչ որ ստոպ տալուց հետո, ասենք երբ որ դզվում է, փակվում է, էլի պիտի որ ելքի գա դզվի, էլի, նես չի տենց վատ վիճակում մնում է, էլի։ Ու երրորդ բանը, որ կուզեմ ասեմ ստե, այնա որ խի են ասում կծու բիբարկեր, որ ախորժակը բացվի, որովհետև բացի ախորժակ բացվելուց այս կապսացինը գնում է, կպնում է քո բերանի մյուս ռեցեպտորներին, որոնք ոնց Էմիլը ասեց, պատասխանատու են ամեն մի ռեցեպտոր մի բանի համար, ոնց որ ասում են լեզվի ծայրի մասը ուրիշ համազգում, կողի մասերը ուրիշ համազգում, մի մասը աղի, մի մասը թթու եւ այլն, դեռ տարբեր մասերում տարբեր ռեցեպտորներ, տարբեր սպիտակուցներ է ասենց կպած, որոնք բացվում են տարբեր նյութերի ազդեցության տակ։ Մեկը բացվում է լիմոնի մեջի այդ թթու բաների մոլեկուլների կպնելուց հետո, մյուսը բացվում է աղի մոլեկուլների կպնելուց հետո, ու երբ որ այս կապսացինը գալի կպնում է իրանք ավելի լայն են բացում, սենց ասած, ու քո ռեցեպտորները ավելի զգայուն են դառնում։ Կարճ ասած, այս կծու բիբարը քո մյուս ռեցեպտորները, որոնք կծուն զգալու համար չեն, բան է անում, էլի, ուժեղացնում է, ակտիվացնում է, որ ինչքան էլ չի ազդում է, սենց ասած։ Այս այդ սուբյեկտիվության հարցն է, էլի, քեզ թվում է լեզվիդ որ մասին դու կծու բան կպցնես, կծու ես զգալու, բայց այդ տենց չի։ Լեզվի տարբեր մասեր, տարբեր բան ընկալելու համար է։ Երբ որ նյութ կա, որը ցանկացած ռեցեպտոր բացում է, այդ նյութը տանես կպցնես թթու զգալու մասին, թթու ես զգալու, տանես կպցնես կծու զգալու մասին, կծու ես զգալու, աղի մասին կպցնես, աղի ես զգալու։ Այսօր այդ սուբյեկտիվության մասն է գալիս տեղ, էլի։ Ու ոնց որ ինձ թվում է հետարքիր է այդ ամենը գիտակցել։ Okay։ Մերսի շատ։ Այստեղ որ շարունակենք ինչ է մնում, հա, գալիս ենք, ըստ էտա բացատրում, որ այս կապսացինը գալի bind է լինում, կպնում է բանին, պոկետին, պոկետը հայերեն գրպանն է, ինչքան էլ անհավատալի է, այս սպիտակուցների վրա ոնց որ են մասերը, որտեղ մյուս մոլեկուլները գալի կպնում են, անվանում են գրպան, պոկետ, ոնց որ գալի կպնում է, թողում է որ բացի, հիմա էկրանս մի հատ այդ իրական նկարներին share անեմ ցույց տամ, որ հասկանալի լինի, ուրա մեր սպիտակուցը, էսնա, share, էսի մեր այդ տարօրինակ անունով TRPV1 սպիտակուցն է, ու ոնց տենում եք այս արանքում անցնելու տեղ կա, որտեղով իոնները անցնում են, այս ներքևի մասը մեր բջջի ներսում է, այս դրսի մասը բջջի դրսում է, ու այս կապսացինը գալի կպնում է այս կողմերին, ու ոնց որ իրան բացում է, սենց ասած, ու այս արանքով էլ սենց գալի անցնում են այս իոնները,
Ասենց մեր առաջին նոմիներն էլի ասենց սպիտակուցներ նայել ենք։ Սպիտակուցը ասենց շղթա է, էլի։ Լիքը ամինաթթուներ, որ ստենում եք, այսինքն շարքով իրար կպած են։ Այստեղ մոտավորապես 600 ամինաթթու է, որոնք գալի է այսպես մեր օրգանիզմում նենց է ծալվում, որ sense տեսք ընդունում։ Ու այդ 2024 թվականի Նոբելյան մրցանակը նրա համար էր, որ մոդել էին սարքի արհեստական բանականության, որ այս շարքը ստանում ամինաթթուների ու գուշակում է կանխատեսումը, թե տեսքը ոնց է լինելու։ Ու ոնց ասում էինք, շատ կարևոր է սպիտակուցի տեսքը։ Դրա համար են Նոբելյան մրցանակ ստացել, որ կարացել են predict անեն 3D կառուցվածքը։ Ոնց տենում եք, այս ռեցեպտորի ամբողջ իմաստը 3D կառուցվածքն է։ Ինչ որ խողովակ է մեջով, որով մենակ կարող են անցնեն ինչ որ իոններ, մենակ այն դեպքում, երբ որ ստե ինչ որ կապսացին է կապացել, լրիվ 3D կառուցվածքի հաշվին։ Ու երբ որ մյուս նկարը share անեմ, որտեղ ջերմաստիճանի ազդեցությունն է արդեն ցույց տալիս, ավելի հասկանալի կլինի։ Էսա։ Ոնց որ ստե այդ սպիտակուցն է ցույց տված, ու այս երկու հատ անցումներն է, մի հատ այս վերևի մասով տյանցնի, մի հատ ներքևի մասով, որ մտնի բջջի մեջ այդ իոնները, ու տարբեր ջերմաստիճաններում, ասած 4 Ցելսիուս, 25 Ցելսիուս, 48 Ցելսիուս եւ այլն, ու ոնց տենում եք այս արանքում տարածությունը մեծանում է, սկզբում 5 ու 8 անգստրեմ է, վերջում դառնում է 9 անգստրեմ բարձր ջերմաստիճանի դեպքում։ Անգստրեմը այդ մի հատ ատոմի չափն է, փոքր տարածություններում անգստրեմով են հաշվում, ոչ թե միլիմետրով։ Ու տենց ոնց որ տաք ջերմաստիճանի ժամանակ ուղղակի լայնանում է այս արանքը ու կարող են իոնները արդեն անցնեն։ Դրա համար համ ջերմաստիճանի նկատմամբ զգայուն, համ կծուբի բարի։ Այսքանից հարցեր համայնություն։ Արտուր, ես նախ բարև բոլորին, քեզ շնորհակալություն։ Ես կերժամից գնալու եմ, ուզում եմ ասեմ, որ վաղը միսուրից մեկին ասեմ նոր զգայարան կա, ասի ձև չկա ախպեր, ոնց պիտի խնձորներով բացատրեմ իրան, այդ ինչ զգայարանն է, էլի։ Այդ դժվար բաներին պատասխանում ես, դիմա ամենադժվար բանին պատասխանի։ Ոնց ես այդ սովորական փողոցի մարդուն բացատրեմ, այս ինչ զգայարանն է։ Ինձ թվում է ամենապարզ բանը այն է, որ այս մի հատ նկարով ցույց է տրվում, որ մեր օրգանիզմում կա սահման, որից երբ որ անցնում է ինչ-որ բան, մենք զգում ենք։ Ու այդ մասերը կամ բաց են կամ փակ են, երբ որ փակ են չենք զգում, երբ որ բաց են զգում ենք։ Ու դրանք բացվում են միայն այն ժամանակ, երբ որ արտաքինից ինչ որ ազդակ կա, ինչ որ զգայարան բացվում է, երբ որ ջերմաստիճանն է բարձրանում, ինչ որ զգայարան բացվում է, երբ որ թթու բան է կպնում, ինչ որ զգայարան բացվում է, երբ որ չգիտեմ, սուր բան է իր սեղմում եւ այլն։ Ու ոնց որ այդ նկարագրումը ցանկացած մարդ պիտի որ հասկանա, շատ էլեմենտար է, վրոզի։ Ֆիդբեք տամ, սկի ես չհասկացա։ Ուրեմն բարդ է։ Չգիտեմ, ուրիշ ձև կարելի է պրոստը բացվել, փակվելու մասին չասել ու ասել մեր օրգանիզմը փոխանցում է ուղեղին ազդակ, ինչ որ հոսանք, երբ որ իրան արտաքինից ինչ որ բան է լինում։ Ու տարբեր զգայարաններ տարբեր բանի դեպքում են ուղարկում ուղեղին ազդանշան։ Մեկը տաքության դեպքում է ուղարկում, մեկը փթուհամի դեպքում է ուղարկում, մյուսը այլ բաների համար է ուղարկում։ Բայց դա բանն է կարևոր, էլի, որ ստե երկու կոմպոնենտ կա։ Մեկը այս զգայարանն է, մյուսը ուղեղն է։ Եթե դու զգայարան սարքես նոր, կպցնես մարդուն, որ ինքը չգիտեմ, ինչ որ X բան պիտի զգա, որը միջավայր չէր զգում, հարմար չի զգալու, որտեղ մեր ուղեղը սովոր չի այդ զգացմունքին, չգիտի այդ ինչ է։ Պիտի ուղեղը նախ ոնց որ դրա համար ստեղծված լինի։ Ու նույնը հակառակը, կարա ուղեղը պատրաստ լինի ինչ որ զգացմունք զգալու, բայց դու չունենաս այդ զգայարանը քո մաշկի վրա, որ զգաս։ Հենց որ այդքան էլ հեշտ չի բացատրել, ինչ որ բան զգալու համար երկու բան կա, ոչ թե մի բան։ Համ ուղեղ, համ զգայարան։
Լավ, հələ ChatGPT հետ էլ կխոսամ։ Ինչ որ մի բան զգացի հասկացա, բայց ինչ որ մեկը հումա էլի, երևի ժամանակա պետք։ Հեսա ընթացքում հələ լիքը բաներից խոսալու ենք, լիքը բանից էլ չենք խոսացել, իրականում հələ մենք էլ չենք հասկանում ոնց է աշխատում։ Իսկ Արթուր ջան, մի հարց է։ Մենք ինչ տարիքից ենք սկսում մեզ մոտ ձևավորված լինում էլի ամբողջովին այդ զգայական համակարգը թեից նայա լինում։ Experience փորձի հետ կապ ունի թե չէ։ Իսկն այդ չեմ տակը սառը զգալուցա ձևավորվում է զգայարանը, թե սկզբանե կա։ Իրականում չգիտեմ հարցի պատասխանը, բայց ինձ թվում է շատ փոքր տարիքից է գալի, այս շատ բազային զգայարաններ էլի տակի սառի շփվելու եւ այլն, որովհետեւ հեսա բան կլինի, որ խոսանք օրինակ բան այդ շփման զգայարանից, տեսնելու ենք, որ դա կարևոր չի մենակ մեր արտաքին աշխարհը զգալու համար, այլ մեր օրգանները զգալու համար է կարևոր։ Դու չես կարա շնչես, երբ որ այդ զգայարանը չունես բանը շփման։ Դե դու չես իմանալու երբ ստոպ տաս ներշնչելը, թոքերդ այնքան առալու միջև պայթի։ Դե պետք է, ասենք երեխան էլ այդ զգայարանների ունենա, որ հասկանա, օքեյ, դաժե շնչելը կարծեմ ինձնե այն շատ հազվադեպ ինստինկտներից է, որ ունի մարդը, այսինքն ծնվելը երեխան շնչում է։ Ու երևի գիտի ինչքան է շնչում, չգիտեմ։ Դե Դրա համար բացառություն ոնց որ պետք չի։ Հա, բնականաբար ենթագիտակցորեն է, էլի, հետո ես սկսում սովորել ոնց շնչել։ Հա, արդյոք ավելի շատ նրան է, թե այդ զգայարաններից որոնք կա, որ ժամանակապետ, որ ենթագիտակցության մեջ այդ հաստատի ամրապնդվի ու երբ որ դու օրինակ տաքին կապար, արդեն ուղեղի ժամանակ պետք չի այդ հասկանալու համար։ Հետարքիր հարցեր է, հետո կարելի է ուսումնասիրել։ Օրինակ, որպես օրինակ բերեմ, տեսնելը, եթե չեմ սխալվում, պատկերների տեսնելու հասկանալ ինչա դա, այդ ագին ժամանակա տևում միջև երեխա մոտ այդ ձևավորվում է, ու դեպքեր կա, որ երբ որ կույր մարդը սկսում է տենալ, սկսում է չտարբերել, որտեղ ինչ որ տարիքից հետո արդեն դժվար է ենթագիտակցության մեջ ինչ որ նոր փոփոխություններ մտցնել էլի, նոր ստաբիլ վիճակի գալը։ Հա, ոնց որ հետարքիր թեմա է, բայց բարդ է այնքան, որովհետև կազմված է 4 մասից, էլի։ Ավելի ճիշտ 2 մասից։ Մի մասը հենց այնա, որ խոսում ենք ուղեղի մասին, թե այս ռեցեպտորների մասին, որտեղ երեխեքի մոտ կարա ռեցեպտորը լինի, ուղեղում դեռ train եղած չլինի այդ ամեն ինչը կամ հակառակը։ Երկրորդն էլ այնա, որ հասկանաս այդ զգացմունքները բնազդային են, թե առաջանում են։ Օրինակ, տենց լիքը երեխեքը բնազդային օծից վախենում են, թե բանա ձեռք են բերում վախը։ Տենց ու լիքը այլ հարց, օրինակ տաքությունից հավանաբար երեխեքը չեն վախում, ու երբ որ տաք բան են կպնում ցավում է, դրանից հետո է ուղեղը սովորում, որ օքեյ, այս ազդակի դեպքում ես պիտի չանեմ, ու ոնց որ այդտեղ էլի լիքը հարց առաջանում, ի՞նչն է բնազդային, ի՞նչն է ծնված ժամանակից գալի, մեր experience-ից գալի, հենց որ պետքա լիքը ուսումնասիրել։ Լայն թեմա է, հա։ Okay, Տիգրան ջան, դու էլ հարց ունես։ Ուզում եմ ասել, մայիսի հարցի վերաբերյալ ավելի ճիշտ կլներ բացի ռեսեպտորը գնայր ավելի առաջ DNT-ի շաքին ասեիր, որ ամեն մեկի մոտ DNT-ն ամեն մի ստորագրությունը, ամեն մի ճարպը պետք է իրա ոնց որ ասած տեղ ունի, ինչ անում, ինչ ազգում եւ ոնց է փոխանցում դա ուղեղին։ Այդտենց արդեն ավելի ճիշտ կլներ։ Չգիտեմ, եթե ճիշտ բացատրեցի։ Հավանաբար ճիշտ բացատրեցիր, բայց բարդ է, էլ ասեմ։ Ես նես չի որ ամեն մարդու մոտ նույն ձևի է, որովհետև ամեն մարդու DNT-ն տարբեր է, հա, նույն բանը կարող է մեկի մոտ աշխատի, մյուսի մոտ չաշխատի, ճիշտ հասկացա։
Չէ, ոչ թե աշխատի, այլ դընթն է, որ ունի այդ բոլոր ստորագրությունը, դու ոնց ես զգում արտաքին աշխարհը ու դա է որ փոխանցում է ուղեղին եւ ասում է այս ասենց դիարվի, նանենց դիարվի։ Դա է ուզում ասել։ Ինչպես միշտ բարդ թեմա է, դնթի հետ կապված ցանկացած թեմա բարդ է։ Պետք է շատ խորանալ։ Okay, ստեղ շարունակենք, այսքանը նայեցինք ու ստեղ խոսում է նրա մասին հետո իհարկե խոսում է նրա մասին, որ okay, հասկացանք, որ այս TRPV1-ը կա, որը թույլ է տալիս զգալ տաքությունը, որի այս գրաֆիկը մոռացանք նայենք, հա, այս էր, որ հաշվում են ինչքան ամպեր հոսանք է փոխանցում ու սովորական առանց այս ռեցեպտոր պարունակող բջիջին ջերմաստիճանը, որ բարձրացնում են, տենց հոսանքը շատ չի բարձրանում իր արտադրած, բայց այս ռեցեպտորը ունեցող բջջի մոտ հենց 40 ամսում մի անգամից սկսում է բարձրանալ ու այն իմացած threshold-ն է, էլի, այս ռեցեպտորի համար threshold-ը 40 աստիճանն է, հենց 40-ից անցնում է, ինքը սկսում է ուժեղ սիգնալ փոխանցել, որ 40-ից անցել է, որը մեր համար տենց արդեն մի քիչ վտանգավոր ջերմաստիճանն է գալի, դե մերը 36.6 աստիճան է ու 40-ը արդեն տենց վրոդի օքեյ չի, կրիտիկական չի, բայց լի ոնց որ այս ռեցեպտորը դրա համար է պատասխանատու, ուստեղ խոսում է նրա մասին, որ փորձեր արեցին, երբ որ այս ռեցեպտորը հանում էին, այսինքն ոնց են հանում այս ռեցեպտորը, այն DNT-ի հատվածը, որը պատասխանատու է այդ սպիտակուցը արտադրելու համար, այդ DNT-ի հատվածը կտրում հանում է, հետևաբար բջջի մեջ չկա այդ սպիտակուցը, հետևաբար ինքը պետքա չզգա տաքություն, բայց տերում է որ զգում է տաքություն ամեն դեպքում, հոսանք փոխանցում է, ու հասկացան, որ այդ նշանակում է որ ուրիշ ռեցեպտոր էլ կա բացի այս մի հատ ռեցեպտորից, ու գնացին գտան այս TRPV1, որ չէ, TRPM3 ռեցեպտորը, որը էլի կարողանում է ջերմություն զգալ, ու ստե ասում է, որ նաև հեսա բանը, իրարից անկախ Ջուլիուսն ու Պատապուտյանը իրենց լաբորատորիաներում 2004 թվականին այս ամենը բացահայտեցին, նաև ուրիշ TRPA ռեցեպտոր բացահայտեցին, որը ոչ միայն ջերմաստիճանին է արձագանքում, այլ նաև ինչ-որ նյութերի, ասենք սխտորին կամ կակաչի բաներին, կամ ինչեր չեմ, դարչինին եւ այլն, կարծես ստեղ է հետաքրքրություն էլի, որ ռեցեպտորը մի բանի չի, կարա ինչ-որ նյութերից բացվի, համ ջերմաստիճանից բացվի, դրա համար է որոշ նյութեր որպես ջերմաստիճան ընկալվում։ Ասենք իմ մոտ միշտ բան էր ուղեղում էլի, բան կա, որ հիվանդանում ենք, սկսում են մեջքին, ասենց մեջքը սկսում է եռալ, տաքանալ, հետո ոնց է ասենց ելնում, ասենք ոնց կարա ջերմություն արտադրի, ջերմություն չի արտադրում, պրոստը այդ մոլեկուլները գնում կպնում են այդ ռեցեպտորներին, ջերմություն զգող ու ոնց որ այն նույն բանն է զգում, ինչ որ ջերմության դեպքում կզգայիր։ Բարձ մոլեկուլային ֆիզիկա է։ Ու այս նկարը դա ցույց տալի, որ մեր մարմնում կան տարբեր ջերմաստիճաններ ընկալող տարբեր ռեցեպտորներ։ Մեկ էս TRPV-ին ինչ որ 40-ին մոտ threshold-ով ջերմաստիճաններ ընկալելու համար, այս TRPM2-ը 30-ից 40-ի համար է, մյուսը մինչև 50 ընկալելու համար է, ու ոնց որ sense տարբեր շեմերի համար տարբեր ռեցեպտորներ կան, ու արդեն մեր ուղեղն է սովորել, թե եթե այս մի ռեցեպտորից է գալի, ինչքան է, այն մի ռեցեպտորից է գալի, ինչքան է, էլի, ոնց որ արդեն ուղեղը հասկանում է, որ մի ռեցեպտորը որն է, էլի։ Ու ինչպես տենում եք, նույնը ցրտի համար կա TRPM8-ը, որը ակտիվանում է ցուրտ ջերմաստիճանների դեպքում։ Երբ որ 20 աստիճանից իջնում է ջերմաստիճանը, այն ժամանակ է բացվում ու իոնները սկսում են անցնել մեջով։ Էլի նույն մեխանիզմն է, պրոստը ուրիշ սպիտակուց, հա, որը ուրիշ պայմաններում է բացվում։
Ստե դրա մասին է խոսում։ Հու ասում է ոնց որ այդ ոչ հաճելի ջերմաստիճանը 28 աստիճանից է սկսում ու այս մեր ռեցեպտորները այնքան զգայուն են, որ մինչև 0.5 աստիճան տաքության փոփոխություն կարան զգան։ Ու էլի խոսում է նրա մասին, որ 2002 թվականին իրարից անկախ Պոտապետյանն ու Ջուլիուսը այսի բացահայտեցին ու ստեղ երկրորդ ամենահետաքրքիր մասը էլի որ ասում էի, սառնությունը ինչի հետ է ասոցացվում, մենթոլի հետ է ասոցացվում, ու այս փորձերը արել են մենթոլով, երբ որ մենթոլի մոլեկուլը գնում կպնում է այդ ռեցեպտորներին, ռեցեպտորը բացվում է, անցնում են ու նույն զգացողությունն է ինչ որ սառնության։ Դրա համար մենթոլի ծամոնը ծամելուց ոնց որ սառում է բերանը, չի սառում էլ իրականում։ Որ ասում են մենթալ մի ծամի ցուրտ ժամանակ որ չմրսես, այդ հեչ ակտուալ չի էլի, որովհետև բերանը չի սառում, քեզ ատում որ սառել է։ Okay, այս ռեցեպտորի մասին էր խոսքը։ Ու ստե վիդեոներ կա, վիդեոները երևի հիմա չեմ ցույց տա, որ էլի այս ռեցեպտորը TRMP8-ը մկների մոտից հանում են ու դնում են մի հատ սենյակում, որը մի մասը տաք է, մի մասը սառն է։ Այս մկները իրանց համար ման են գալի սառն ու տաք սենյակներում, вообще տարբերություն չեն զգում, չեն փախնում սառնից, բայց երբ որ լինում է այս ռեցեպտորը, չեն մտնում սառը սենյակ պրոստը մկները ու ոնց որ դրանով ցույց է տալի որ իրականում հա այս ռեցեպտորն է որ սառնություն զգալու համար է։ Իրականում ես լսել եմ այս վերջերս որ մենք երկաթին դիպչելուց ավելի սառն ենք զգում քան ինքը կա։ Չգիտեմ պատճառները, կարելի է գնալ նայել, բայց էլի հավանաբար նույն բաներից է գալու որ ինչ որ նենց նյութից է երկաթը որ այս մեր ռեցեպտորներին ավելի ուժեղ ազդում հավանաբար նայել։ Հա Տիգրան ջան։ Ես հետաքրքրվել եմ միշտ այդ հարցով ինչա երկաթը սառը ու պարզեցի որ նայեցի նետվորքի վրա դա կախված է ասենք երկաթը եւ փայտը եթե համեմատես կախված է թե իրանք ոնց են հաղորդում ջերմությունը so երկաթը շատ լավ է հաղորդում ջերմությունը երբ որ դու բռնում ես քո տաք ձեռով միանգամից ջերմության հաղորդումը տեղ ունենում բայց քանի որ փայտը շատ վատ հաղորդիչ է ջերմության երբ որ փայտը թեկուզելի սառը բռնում ես դու չես զգում ջերմության որտեղ ջերմության փոխանցում չի կատարվում Հավանաբար բանա, խնդիրը հենց այդ է, ջերմությունը փոխանցման արագությունը, որ մեր օրգանիզմը բացի դες բացառ ջերմաստիճան ընկալելուց, այդ ջերմաստիճանի փոփոխությունն է ընկալում, ու երբ որ երկաթին ես կպնում, ավելի արագ է սառնությունը փոխանցում ու ուղեղը ավելի ուժեղ է, ոնց որ արձագանքում, որ հա, էսի ուրեմն ավելի սառն է, որ sense արագ փոխանցվեց, բայց ավելի սառը չի, էլի, պրոստը արագ է փոխանցում սառնությունը։ Որ էլի մեր սուբյեկտիվ ընկալումն է, էլի սառնության։ Այո Okay. Ստեղ այլի հարցում ենք։ Այմիջան։ Հա, Արթուր ջան, մի հարց եմ սամ պատասխանը կարճ շատ ժամանակ չի տանի։ Մկների մոտ ասացիք ռեցեպտորը հանում են այդ տաքսարը սենյակների փորձի համար։ Ինձ հետաքրքիր է ռեցեպտորները ոնց են, вообще ինչ որ ռեցեպտոր հանում մկների մոտից։ Որտեվ շատ տենց փորձեր կա, որ ինչ որ, չգիտեմ, դոֆամինի ռեցեպտորն են օրինակ հանում, էլեկտրոդով են տնում եւ այլն, այդ process-ը հետաքրքիր է։ Էդ է ասում, ռեցեպտորը սպիտակուց է իրանից ներկայացնում։ Հա։ Սպիտակուցը, թե որ մեր օրգանիզմում պետք է արտադրվի, DNT-ի մեջ է գրված։ Մի հատ հատված կա սենց, որը պատասխանատու գնում է այդ սպիտակուցը արտադրում է։ Երբ որ այդ DNT-ի մասը հանում են, այդ սպիտակուցը չի արտադրվում ու որտեղ չկա ռեցեպտոր։ Իսկ DNT-ի մասը ոնց են հանում։ Կոնկրետ կենթարների մոտ չգիտեմ, հավանաբար այդ գենային ինժեներիայի մեջ պետք է խորանալ գնալ նայել, բայց դա նրա մասին էր խոսում, որ այդ cDNA կոչվածը կա, որ իրականում մեր օրգանիզմում DNT-ից ստացվում է RNT, բայց ոնց որ իրանք հորինել են մեխանիզմ, որ RNT-ից են հետ ստանում DNT, ու ինչ որ ձև այդ RNT-ից կարող են ստանալ նայած DNT, որի մեջ չկա այդ հատվածները, ու բերում ոնց որ բջջի մեջ տենց են դնում այդ cDNA-ը, բայց էլի լավ գլուխ չեմ անում, ասենց մի ժամանոց վիդեոներ նայեցի դրա մասին, բայց մեկը չհասկացա ինչա կատարվում։ Բնականաբար բարձ բան չի դա։ Հա, մերսի շատ։
Այդ վիդեոն, որ ես post եմ արել, Նարեկի podcast-ը շատ լավ բացատրում է այդ բոլորը։ Եթե որ նայեք ժողովուրդ, ջայլոց։ Մերսի։ Արժի Լիլիթին լսել հաստ։ Սոֆիա ջան։ Ներկայացում մի հարցել ես տամ սարի ու տակի հետ կապված, ոնց որ հիշվում եմ տենց վերլուծություն կար, որ օրինակ է վահանաձև գեղձի խնդիր ունեցող մարդիկ ավելի ջերմազգայուն են սարի ու տակի նկատմամբ, կարող ենք ենթադրել, որ իրենց մոտ զուտ այդ զգայարանն է ավելի զգայուն, թե օրինակ կարող է այդ սպիտակուցների քանակն է ավելի շատ լինում, ոնց որ խոսում եք, ես այդ մասին եմ մտածում, թե այդ ինչից է լինում։ Դուք շատ նկատած կլինենք, իհարկե միայն դա վահանաձև գեղձի հետ կապված չէ, մարդկանց մի մաս կա, որ գերզգայուն է ցրտին ու տակին, եւ մարդկանց մի շարք կա, որ բացարձակ ենթադրում եմ դա զգայարան, չգիտեմ, կամ շուտ է բացվում, փակվում այդ սպիտակուցը, ավելի արագ է բացվում, փակվում, կամ իսկ իրանք շատ ու քիչ լինում են։ Թե ոնց որ Կարծում եմ շատ ու քիչը չի ազդում այդքան, այլ ազդում է զուտ այդ բացվել, փակվելու քանակը։ Արագությունը երևի։ Արագությունը երբ չի թվում որ արագ բացվում, փակվում են, այլ այդ ասենք տաքության ժամանակ պրոստը բացված մնում են ու այդ իոնները անդադ անցնում են։ Ու այդ քո ասած ջերմաստիճանը գերզգայուն լինելու դեպքերը այս հոդվածի ամենավերջում է, երբ որ խոսում է սրա բժշկության հետ կապերի հետ։ Դրան կանդրադառնանք։ Ես շատ բան ընդ չկա ասելու, բայց ինչ որ բաներ կա, իհարկե։ Մերսի։ Բայց վահանաձև գեղձի դեպքը տեղյակ չեմ, չգիտեմ, բայց ելի խոսվում է նրա մասին, որ իրականում երբ որ վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, այդ հորմոնները ոնց ենք մենք զգում, ելի ռեցեպտորներ կա, որոնք զգում են այդ հորմոնները, ու հավանաբար ելի կարա խնդիր լինի այն ռեցեպտորների հետ, որոնք այդ հորմոններն են զգում, ու որոնց պատճառով կարա այլ ռեցեպտորների վրա ազդի։ Մեծ շղթա է, էլի։ Okay. Մերսի։ Ես էլ նույն հարցը ունեի, ինչ որ Սոֆիային է, ես այնօրը մեկ էլ ծանոթացա, որ ասեց ինքը շատ մեծ փաստորեն ստացվեց այդ կծու բիբար ուտելու մոծումները որ լինում է, ստացվեց որ գործակից կա ինչ որ, այդ գործակիցը ամենաշատը 2500 է, ասեց ինքը մինչև 1800 կարողանում է գնա։ Ես էլ հասցի, բայց ինչքան է շատը, ինչքան է 1800 ինչքան շատ է, ասես դե 1000-ից ավել ընդհանրապես մարդիկ որ ուտում են, գնում են շտապօգնությունն է տանում իրանց, ասեց ես մինչև 1800 կարողանում եմ տանեմ։ Հիմա ինձ հետաքրքիր օրինակ նույն Սոֆիայի հարցով ինչ է, ռեսեպտորը իրանց մոտ ավելի քիչ ազգայուն, թե իրանք ցավին են ավելի շատ կարողանում դիմանալ, այդ շատ հետաքրքիր մոմենտ է։ Բայց չի կարա երկուսն էլ լինի։ Կարող է երկուսն էլ լինի։ Ինձ թվում է երկուսն էլ, որովհետև հաստատ երկուսի վրա էլ կարելի ազդել, համ կարելի է քեզ մարզել, որ ուղեղդ սկսի օքեյ լինել այդ ցավի հետ, ու տենց շատ ավելի ցավալի չընդունի, կոպիտ ասած։ Համ գենետիկ կարա լինի ցավի ընկալումը, թե ինչքան ուժեղ է զգալու այդ ցավը, բացի քո վարժեցնելուց, համ կարա ռեցեպտորը բան ոնց որ վատ աշխատի, կոպիտ ասած ու քիչ իոններ թողի, համ կարա նենց լինի, որ այդ իոնները որտեղից գալիս են, իոնները անվերջ չեն։ Մեր այդ մեմբրանի վրի հեղուկի մեջ իոնները ջրազրկումից կարան քչանան, ու իրականում տենց հիվանդությունների մասին ներքևում խոսում է, որ ջրազրկումի հետևանքով կարա զգայունությունը իջնի, որովհետև այդ իոնները պրոստը քչանում են մեր օրգանիզմում ու այդ էլ ռեցեպտորի մեջով չեն անցնում այդ իոնները, քիչ են մնում, այդ էլ կարա ազդի։ Ու այդ սովորացնելը ավելի բան է, ոնց ասենք հյուսիսային ազգերը սովորեն ցրտին, չէ, իրանց երեխեքին սովորացնում են ցրտին, հետո մեկ էլ տեսնում ես մեկին ցրտին, ասում ես չես մրսում, ասում ես չէ, չեմ մրսում, ես սովորեմ, ես sense տեղից եմ եկել, որ չեմ մրսում։ Բայց ասենք նույն ձևի ես ու դու մրսում ենք այդ բանին, բայց իրանք չեն մրսում։
Այստեղ նաև կարևոր է բանը։ Օրինակ մեծահասակ մարդիկ ավելի քիչ են շոքում, քան երիտասարդները։ Խիա տենց, որովհետև մեծահասակների մոտ արյան շրջանառությունը ավելի թույլ է, քան երիտասարդների մոտ, ու արյան շրջանառությունը երբ որ ուժեղ է, դու ոնց որ արյան միջոցով է իրականում տաքությունը դուրս գալի, ավելի շատ է ոնց որ տաքությունը մեր մեջ է դուրս գալի, ու մենք ավելի շատ ենք շոքում, ու ոնց որ այդ արյան շրջանառությունն էլ է մեծ դեր խաղում շոկ զգալու, ցուրտ զգալու մեջ, նույն ձև հավանաբար այդ կծու բան ուտելուց էլի կապ ունի արյան շրջանառությունը ոնց է կատարվում, ու էլի լիքը բաներ, օրինակ լիքը հետազոտություններ կա քունը ոնց է ազդում ցավի զգացողության վրա, ու հստակ ցույց է տրվում, որ վատ քնելու դեպքում, քիչ քնելու դեպքում ցավը ավելի ուժեղ է զգում, ու դրա համար խորհուրդ է տրվում, որ հիվանդանոցում ես, ինչ որ խնդրի պատճառով քնի, էլի, պետք չի սա գիշերը արթուն մնաս, որովհետև վաղը ավելի վատ է վիճակդ լինելու, որովհետև ցավի զգացողությունը ավելի ուժեղ է մոտդ լինելու։ Ծոր այդ ցավն էլ է, էլի, շատ սուբյեկտիվ։ Այդ ի՞նչ է լսել քնի հետ կապված։ Հայտնի է ոնց որ։ Հա Սոֆիա ջան։ Հուսով եմ sense հարցերով շատ չենք խանգարում ձեր կոնտենտին, մի հատ էլի սրա վերաբերյալ ճիշտ եմ հասկանում, որ մենք կարող ենք նաև զգայարանին թելադրել, օրինակ, եթե շատ ցուրտ է, ես փորձը ինչ որ իմ վրա կիրառել եմ նաև, որ անընդհատ ինձ տրամադրում եմ, որ չէ չեմ մրսում, ոնց որ անընդհատ բան եմ անում, մտածում եմ, որ բացարձակ ցուրտ չի եւ այլն, ու սկսում եմ ինչ որ չզգալ այդ սառնությունը։ Կամ գուցե արդեն զգայարանս է սովորում, ինձ թվում է, որ ես չեմ զգում, կամ կարող ենք մեզ անընդհատ տրամադրել ու ինչ որ ծեվի ազդեցություն ունենալ զգայարանի վրա։ Ենթադրում եմ, որ մենք կարող ենք զգայարանը կառավարել, բայց չգիտեմ դրա ինչ կանով կա գիտական, ինչ բացատրությունը դրա։ Նույնը ես արել եմ ոնց որ ջրվեժի տակ մտնելուց, ոնց իհարկե շատ սառն է եւ այլն, բայց անընդհատ ինձ տրամադրում է, որ չես մրսում, ոնց որ շատ տաք թված այդ սառը։ Բայց կարող է նաև սովորի օրգանիզմը չեմ կարած։ Վստահաբար Նույնը ուրիշ դեպքերի համար, նույն շներից վախը գրեթե այդ ձև եմ բան արել, հաղթահարել։ Անընդհատ, չգիտեմ, ամիսներով ինձ ասում էի, չես վախենում, մի հատ դու խովանցի եղել, եւ այդպես կարողացա թելադրել անցավ։ Նա այստեղ էլի լիքը ենթաբաժիններից կազմված բարդ թեմա է բացվում, բայց վստահաբար կարելի է ասել, որ դու քո մտքերով հաստատ չես ազդում զգայարանների այդ սպիտակուցների վրա, վստահաբար։ Դու ազդում ես հավանաբար քո գիտակցությամբ, քո ուշադրության վրա։ Այսինքն այս զգայարանից եկավ ազդակը քո ուղեղին, որ ընդ է ցուրտ է։ Բայց դեպքեր կա, դու քո գիտակցությամբ կարողանում ես քո ուշադրությունը շեղել։ Քո ուղեղին ասում ես, այս ազդակն իմ համար կարևոր չէ, այն ազդակներն է կարևոր։ Հենց ոնց որ գիտակցության մի կտորը դրան է վերաբերում, որ քո ֆոկուսը դու ես որոշում, որտեղ նայես, ինչին ուշադրություն դարձնես, ու երբ որ կարողանում ես ուշադրությունը շեղել, այս մեդիտացիաների բանի, որոշ մեդիտացիաների իմաստը հենց դա որ կարանաս քո ուշադրությունը մի ազդակներից հանես, մյուսի վրա դնես։ Իհարկե տենց լիքը բան կա, որ չես կարա, ինչքան էլ ուզում ես գնա Հնդկաստան շամանների մոտ քեզ սովորացնեն ուշադրությունը շեղել, չես կարա, եթե կծու բան ես ուտում, կծու է, էլի, չես կարա, հա կծու չի, բայց ու լիքը նման բաներ կա, բայց ոնց որ մարդիկ փորձում են ամեն ինչ կառավարել գիտակցությամբ, չի ստացվում իհարկե շատ դեպքերում, բայց ոնց որ սեփական փորձից էլ երևի բոլորի մոտ նույն ձև չի, հավանաբար որոշ մարդիկ կարող են որոշ բան ուշադրության գրավեն կամ շեղեն, ուրիշները չեն կարող, անկախ իրենց փորձից, նույնիսկ գենետիկորեն, չգիտեմ։ Դրա համար դա ինքնաճանաչումը կարևոր է, էլի, որ հասկանաս դու ինչ ես կարող կառավարես, ինչ չես կարող կառավարես եւ այլն։ Շատ մերսի, շատ սիրուն բացատրությունը տվեցիք, մերսի։ Հուսով եմ ճիշտ։
Ամեն դեպքում տենց մտածելը ավելի լավ է, մերսի։ Okay. Մենք անցնենք առաջ։ Ստեղ ավելի արագանալու, որտեղ քիչ բաներ եմ նշել։ Ստեղ տենց բան չկա, էլի մյուս այդ ռեցեպտորի մասին է խոսում, էլի որ ջերմաստիճանը ընկալելու համար է, որը տենց 33-ից 38 աստիճանների տենց տարբերությունը ընկալելու համար է։ Ու ոնց որ հիմնականում ոնց ասեցինք, այս 4 ռեցեպտորն է տակ, այսքան ենք բացահայտել, իհարկե կարող է էլի կա, պրոստը չենք բացահայտել դա։ Այսքանն է, որ ջերմաստիճան ընկալման համար է, այս մեկն է սառնության ընկալման համար։ Ու դե գալիս է արդեն մյուս հատվածը, որը ավելի շատ էլի Փաթապուտյանին է վերաբերվում, ոչ թե Ջուլիուսին, որը մեխանիկական ազդեցությունը զգալու մասին է։ Այս մեխանոսենսիտիվ բան։ Այս ամեն ինչին ասում են ion channels, որ այս իոնները անցնում են այդ բաներով, այս սպիտակուցներին ion channel-ներ են անվանում, էլի։ Ու այս մեխանիկական ազդեցության տակ մեխանոսենսիտիվ, ոնց որ մեխանիկական ազդեցությունների հանդեպ զգայուն բաներն են, էլի, զգացողություններն են։ Ասում եմ դեռ 40 տարի առաջ են ոնց որ առաջարկել, որ հավանաբար կա sense channel-ներ, որոնք ազդվում են մեխանիկական ազդեցությունից, բայց տենց ապացույցներ չի եղել, ոչի բան չեն գտել նորմալ, ստելիքը բաների մասին է խոսում, որը չեմ հիշում ինչա, հավանաբար կարևոր չի, որ չեմ նշա։ Ուստը ասում է նրա մասին, որ Արտեմ Փաթապուտյանը իր այդ research խմբի հետ ոնց որ գտան այն բջիջները, որոնք ազդվում են ճնշումից, որ իրանց կպնում ես, իրանք հոսանք են արտադրել որ ազդակ են փոխանցում, ու սկսեցին ուսումնասիրել այդ բջիջները ու գտան մոտավորապես, ինչքան գիտեմ, 300 բջիջ, որոնք հնարավոր է որ այն բջիջներն են, որոնք իրանք փտրում էին, ու որ նայում էի խոսքը Փաթապուտյանի, պատմում էր, որ իր այդ գործընկերն է սկսել այդ ամեն ինչով զբաղվել ու ամեն մի հատ բջիջը ուսումնասիրելու համար ծախսել է 2-ից 3 օր, 2-ից 3 օր ոնց որ ուսումնասիրում են բջիջը, հասկանան իրոք այդ մեխանիկական ազդեցությունից ինքը ազդվում է թե չէ, ու բարեբախտաբար 72-րդ բջիջը եղել այն բջիջը, որը փնտրում էին, ու այտենց մոտավորապես մի տարուց ավել է եղել, որ ամեն օր դրել են, այդ մի հատը վերցրել են, ուսումնասիրել են եւ այլն։ Ու այս գրաֆիկի վրա այդ նկարն է, ուղղա։ Հեսա, sense ինչ որ այս ամեն մի կետը մի հատ բջիջն է, sense հերթով ուսումնասիրել եկել են, ու այս մի հատ կարմիր բջիջը գտել են 72-րդը, որը իրականում այն էր, ինչ փնտրում էին։ Ու ինչ են արել, ու ոնց որ այս բջիջի անունը բանը այս ռեցեպտորի անունը ոնց որ գտել են այս բջիջի մեջ որ ռեցեպտորն է, որը ոնց որ ազդվում է մեխանիկական բանից ու թողում է իոնները անցնեն, անուն դրել են piezo1 ու իմ բանը Telegram-յան ալիքի ոճի նման ստե ասում է խեն piezo դրե, որովհետև գալիս է հունարեն piezi բառից, որը նշանակում է ճնշում։ Հենց հունարենից շատ են օգտվում։ Հետո ինչից է խոսում։ Ու ոնց որ հետո բացահայտել են երկրորդ տեսակի բանը, piezo 2 են անունը դրել, որը էլի մեխանիկական ճնշումներից է ազդվում։ Հեսա կհասկանանք ոնց է աշխատում դա, հետարքիր է։ Այստեղ երևի նկարների մեջ պետք չի խորանալ ինչը ոնց է, հետ գանք այստեղ։ Ասում որ 2014 թվականին այս piezo 2-ը տենց կոնկրետ ապացուցել որ կա, այսի կա ազդում, որ Մերկել բջիջներ կա, անունով որով ցույց են տվել իրանց գոյությունը։ Ու ստեղ խոսում է էլի բաների մասին,
մկների վրա փորձ են արել, էլի դնթ-ից հանել են այն մասը, որը այս պիեզո երկուսներն է արտադրում ու ոնց որ շատ ոչ հաճելի է այդ մկների վիդեոները նայել, ոնց որ երկու բան կա, առաջինը որ այս պիեզո մեկը թույլ շփումների համար է, որ թեթև իրան դիպչում են այդ դեպքերն է գրանցում ու այն մկների մոտ որոնք կա այս ռեցեպտորը մեջքի հատվածում բան են կպցնում, թուղթ են կպցնում, այս մուկը սկսում է գժվել, ուզում է պոկի այդ թուղթը, sense ինչ որ հիստերիայի մեջ հանգնում, սկսում է քաշքսել այդ թուղթը պոկի, իսկ այն մկների դեպքում, որ այդ ռեցեպտորը հանել են, պրոստը ռեակցիա չի տալի մեջքի թղթին, տենց իր համար ապրում է, ոնց որ ցույց տալի հա իրոք այս պիեզո մեկը տենց թեթև շփումների համար պատասխանատու է, իսկ երկրորդ ավելի ոչ հաճելի վիդեոն այն է, որ իրականում էս պիեզո երկուսի զգացողություններից է, որ մենք մեր մարմինը զգում ենք, որ հա իմ ոտքը ստեղ է, իմ ձեռքը ստեղ է, ասենք աշկերը փակեն, մենք մեզ կզգանք, կարանք քայլենք եւ այլն, բայց այն մկների մոտ, որ էս հանում են պիեզո երկուսը, կոորդինացիան սկսում են կորցնել ու ասենք մեջքի վրա պտտում են, այս մուկը չի կարող, ոտերը ծալվում է եւ այլն, ինչ որ տարօրինակ տեսքեր անտնում, չի զգում իր մարմինը, ասենք ասած, որ մասը որտեղ է եւ այլն։ Ու ոնց որ կոորդինացիայի խնդիրներ է առաջանում ու մարդիկ կան, որ ունեն այս նույն խնդիրը, որ պիեզո երկուսը մուտացիայի է ենթարկված այդ DNT-ի մասը ու երբ որ իրենց աշկերը փակում են, ասում են քայլի չի կարող, խառնվում է, գնում է ուրիշ կողմ, չի կարող ուղիղ քայլի եւ այլն, ոնց որ շատ կապակցված է զգալը քո կոորդինացիայի հետ, էլի։ Ու ստե արդեն խոսում է հենց այս պիեզոյի տեսքից, որ 2500 ամինաթթուների շարք է, հեսա նկարը ցույց կտամ, ստեղ էլի ամեն ինչ հետարքիր է դառնում, այդ նկարների, ես որ տեսա զարմացել էի, գնամ ստե ուրիշ բան կա ցույց տալու, չէ, ցույց եմ տալիս մի վարքե, Էս է մեր պիեզո մեկը թե երկուսը չեմ հիշում, բայց իրար նման են, 40%-ով նույն ամինաթթուները ունեն, դա համար շատ նման են իրար, ու ոնց տենում եք, ստե մեջտեղում մի հատ երկար մաս կա սենց, ու իրակ շուրջ 3 հատ սենց սպիրալներ է պտտվում, ու հեսա կհասկանանք վիդեոից, թե ստե ինչ է կատարվում, ոնց է սա աշխատում, ու ոնց տենում եք, այս արանքն է, էլի, այստեղով է այդ իոնները անցնում, մեջտեղի մասով, հեսա, չգիտեմ, այստեղով, հեսա, այս վերևի մասում էլի ամինաթթուների շարքն է գրած, ինչքան է 2800, միջով ստե գալիս է, սա բանով են անում, այդ, չեմ կարող դնեմ, որ խոսում էինք էլի Նոբելյան մրցանակը 1900-ականների սկզբին ստացել էին, որ այս սպիտակուցները կարողանում էին 3D նկարեն, ու ոնց տենում եք, այս հատվածները, որ գծերը է, այսինքն կետագծերը արած, այս են հատվածներն է, որտեղ չունենք նորմալ նկարած, որովհետև այդ հատվածները շատ բան են, շարժվող են, flexible, ու այդ սկանավորման ժամանակ անընդհատ շարժվում են, ու չի լինում տեղ կոնկրետ որոշել, որտեղ են սպիտակուցները, որ դնեն, էլի, ու կարճ ասած, այդ են մասերն է, ոնց որ լիքը սենց մասեր կա, այս ցույց է տալի, որ այս սպիտակուցը տենց ճկուն է, էլի, հավեսով, լիքը մասեր մեջը շարժվում են, ու որ գցեմ սրա վիդեոն, վիդեո, հեսա, այս մուկ կարմիրը մեր մեմբրանն է, մեր բջիջը արտաքին աշխարհից է պաշտպանում, ու այս ռեցեպտորները մեմբրանի վրա են, ու post ընկած վիճակում, էլի, մեմբրանը սեղմած վիճակում իրանք հոսում են, ու սենց շարժվում են, ու ինչ է լինում, երբ որ ինչ-որ բան է կպնում բանին, այս մեմբրանին, մեմբրանը ձգվում է, որտև ինքը սենց բան է, ձգված վիճակում է լավ,
ձգված վիճակում է լավ, ու այս փոսնգած մասը հարթանում է։ Երբ որ միտեղ մեմբրանին դու կպնես, ոնց որ այս փոսնգած մասը հարթանում է, որ հարթանում է, այս մեջտեղի մասը վերև է բարձանում, ու որ բարձանում է, իոնային հատվածը բացվում է, ու իոնները սկսում են անցնել, ու ոնց որ օրգանիզմը հասկանում, թե բան է կպել, ինչ սեղմում են, ստե։ Ոնց որ ինչքան ուժեղ է սեղմում, այնքան ավելի լայն է բացվում, ու ավելի շատ են իոնները անցնում, ու այսօր այդ փաստացի մեխանիկական զգացողությունն է, էլի։ Մենք մեր զգալը էսա, զուտ ինչ որ բան է, երբ որ մեզ կպնում, այս փոսնգած մասերը ուղղվում են, կամ մենք որ ձգում ենք մեր մաշկը, բռնում քաշում ենք։ Այս մասերը ձգվում են, ու այդ իոնների մասերը բացվում են։ Ստել մի հատ վիդեո կա դրա մասին, վերջին է։ Կարանք վերադառնանք մեր հոդվածին։ Հոդվածի մեջ էլ նկար կա էլի։ Այս ինչ որ սենց է էլի։ Ինչ որ mechanical force է լինում, ուժ է լինում, վերև է բարձանում այս փոսնգած մասը, ու այս բացում է իոնները անցնում են։ Ու դες պատկերացրեք, որ մեկին գրկում եք, քանի հատ տենց բանա, ինչ է, ռեցեպտորա բացվում, իոններին քաշում, միլիոնավոր։ Տենց ստեղ ամբողջ մասը պրծնում է, գալիս է արդեն այդ հիվանդությունների ու մուտացիաների մասը։ Ուստի նրա մասին է խոսում, որ այդ երբ որ պիեզոերկուսների մուտացիա լինում ու չի լինում կամ թույլ են լինում, քիչ են լինում, բանը մկների վրա են փորձել, որ սկսում են ավելի խորը շնչել, որտեվ չեն զգում, որ վերջ, որտեվ այս պիեզոերկուսները մենակ մեր մաշկի վրա չի, էլի, թոքերի վրա, օրգանների վրա, որ մենք սեղմում ենք, զգում ենք, գիտեմ, ստամոքսը եւ այլն, որտեվ ընդ sense ռեցեպտորներ կան։ Նաեւ ազդում է բան այդ արյան անոթների վրա, որտեվ այնտեղ էլ ճնշում կա ու էլի լայնանում, նեղանում են, ու էլի այս պիեզոների հաշվին է, որ զգում է օրգանիզմը կոպիտ ասած լայնացել է, նեղացել է, ինչ արել։ Ու ոնց որ sense լիքը փորձեր են արել մկների վրա, տեսրեն, որ իրականում ազդում է։ Ըստ լիքը հիվանդությունների մասին է խոսում, որից ես գաղափար չունեմ, բայց էլի շատ քիչ լինելուց է, ինչ որ DNT մուտացիայի արդյունքում շատ են արտադրվում, քիչ են արտադրվում, կամ սխալ են արտադրվում եւ այլն, ու տենց հիվանդություններ է առաջանում։ Ուստի հետարքիրը այս բանն է, մալարիայի հետ կապը պիեզոերկուսի ու ցույց է տրվում, որ լավ հիշեմ ինչ է լինում մալարիան, Բարկանեք մալարիա ոնց որ այն մակաբույծը, որը առաջացնում է մալարիան, կապվում է մեր կարմիր արյան բջիջների հետ, բայց երբ որ խնդիր կա մեր կարմիր բջիջների հետ, ջրազրկված են իրանք, մակաբույծները չեն կարող ապրեն ու ոնց որ մալարիայով հիվանդանալու շանսը քիչ է, ու տեսել են, որ ոնց ասվում է, ոնց որ այն տարածաշրջանում, որտեղ մալարիան լայն տարածում ունի, այդ հատվածներում, Աֆրիկայում, ավելի կոնկրետ, մարդիկ այս պիեզո 1-ի խնդիրներ ունեն մուտացիաների, որտեղ ոնց ասեցի, այդ ջրազրկման պատճառով կարան վատ աշխատեն պիեզո 1-երը, երկուսները, որովհետև իոնները քիչ են լինում։ Ինչ է լինում, ստե իրար հակառակ երկու հիվանդություն է գալի։ Կամ դու այս պիեզոների հետ խնդիր ես ունենալու, արյան բջիջների հետ խնդիր ես ունենալու, բայց մալարիա չես ընկնելու, որովհետև չի կարող այդ մակաբույծը դիմանա առանց այդ արյան բջիջների, կամ ընտիր արյան բջիջներ ես ունենալու, բայց մալարիա ես ընկնելու, ու դրա համար ոնց որ էվոլյուցիայի ընթացքում ստե ցույց է տրվում էլի, որ Աֆրիկայում այս մուտացիան ավելի շատ է պիեզոների, որովհետև
խանգարում է մալարիային ու ոնց որ բնական ընտրությունը թույլ է տալի այդ մուտացիան լինի, որտեղ մալարիայի դեմ է կոպիտ ասած, գոյատևման շանսերը մեծանում է, ինչքան էլ ինչ որտեղ վատացնում է։ Այս նույն ֆենոմենը շատ բանի տուբերկուլոզի ու եվրեների կապը, որ մարդիկ եվրեները շատ քիչ են տուբերկուլոզ ընկնում ու մարդիկ դրա համար տենց դավադրապաշտական բաներ էին կապում, որ հաստատ տուբերկուլոզը եվրեներն են սարքել, հрьяաները ու իրենք դրա համար չեն ընկնում, մեզ են սպանում, բայց պարզվեց, քանի որ հрьяաները լիքը իրար մեջ ամուսնանում են ու մուտացիա եղել, որ մենակ մնացել է եվրեների մեջ, այդ մուտացիան ինչ-որ հիվանդություն է, որ մենակ եվրեները ունեն, չեմ եվրե ասում, հրյա պիտի ասեմ, հрьяաները ունեն այդ հիվանդությունը, բայց այդ հիվանդությունը չի թվում, որ տուբերկուլոզ ընկնես, ոնց որ բնական ընտրության դեպքում ընտրվել է այդ հիվանդությունը, քան տուբերկուլոզը, ու փաստացի եվրեները շատ քիչ են տուբերկուլոզ ընկնում, որովհետև այդ հիվանդությունը ունեն, որը խանգարում է տուբերկուլոզը։ Կարծես տենց ամեն ինչ པարզ չի էվոլյուցիայի ընթացքում, որ մեկն է ողջ մնալու, որովհետև մեկը մյուսին խանգարում է, էլի։ Մի հիվանդությունը կարող է մյուս հիվանդությանը խանգարի։ Դրա համար է նախ, որ բոլոր հիվանդությունները էվոլյուցիայի ժամանակ չեն բուժվել, բոլորը չի կարող բուժի, որովհետև մեկը մյուսին ուժեղացնում, թույլատնում, մեկը մյուս բուժած մյուսն է ուժեղանալու։ Մյուսն էլ դենա, որովհետև մենակ մենք չենք էվոլյուցիա ապրում, այդ վիրուսները, որ մեզ հիվանդացնում են, իրանք էլ են էվոլյուցիա ապրում։ Ու ոնց որ երբ որ մենք մի տեսակի հանդեպ բուժվում ենք, իրանք փոխվում են, այս տեսակ են դառնում, որ չբուժվենք, կարճ ասած, տենց միակ էվոլյուցիա ապրող կերպարը չենք էլի։ Դրա համար հիվանդություններ կան ընդհանրապես։ Ջան, էվալ էվալ Համես չի լսվում։ ակնեսի մոտ կամ կապված կամ հա, մլսում ես։ Եվ բանից որ խոսեցին մալարիայից, կարծեմ տենց չեմ հիշում որտեղ եմ լսել կամ կարդացել, որ հայերը էվոլյուցիայի ընթացքում տենց մալարիա են տարել ու հայերի կյանքի ձևը նաև այդ հիվանդությունից փոխվել է։ Չէ՞ տենց ինֆորմացիա դիրապետում ես կամ չէ՞ մեկը լսարանից մեր գլխի հետևի մասի ինչ որ տափակ լինելը, թե ինչ, չգիտեմ, շնաց այդ երբ բոլորի մոտ չի տենց, բայց ընդհանուր տենց հայերի կանգի ձևը առանձնանում է մյուս ազգերի։ Ընդհանրապես չեմ լսել տենց բան, բայց կարելի է գնալ նայել, բայց իսկ կասկածում եմ էլի, որ հայերը տենց կոնկրետ տարբերություն ունեն։ Հա, որտեղ անապատային ինչ որ տարածաշրջաններ վերաբերում չէ, ավելի շատ քո ասածը տենց մալարիայով կոնկրետ որտեղ մալարիան շատ է, էլի։ Որտեղ ջրի պակաս կար, թե սխալ հասկացա։ Թե կապ չուներ։ Չգիտեմ խիանդ է մալարիան շատ, դրա մասին չի խոսվում, բայց փաստն է, որ ասում են որտեղ մալարիան շատ է, այնտեղ էս մուտացիան շատ է, էս մի հիվանդությունը շատ է, որտեղ խանգարում է մալարիային, էլի։ Ահա։ Լավ, ես research կանեմ, ինֆորմացիա դինի share կանեմ, հա։ Okay. Այս տենց, այս վերջում զուտ է վերջնական բերում է, որ Նոբելյան մրցանակը տրվում է Ջուլիուսին եւ Պատապուտյանին, որտեղ բացահայտել են TRPV1-ը ու Piezo2-ը, որը այս մի շարք բաների համար է պատասխանատու։ Վերջում սիրուն անուն ազգանուններով, բանով ու ռեֆերենսներն լսում ա, այ ինտերնետը գնաց եկավ։ Հիմա ասում ես վերջում ռեֆերենսներն է, ինչ են կարդացել մարդիկ, ինչից են օգտվել եւ այլն։ Ու վերջում կուզեմ բանը Արտեմ Պատապուտյանի այդ դասախոսության վերջին 2 րոպեն share անեմ, նայենք։ Որը հետաքրքիր է էլի։ Սանց,
of happiness and the foundation of my ability to do science. And because this is 2021, with restricted in-person interactions due to the COVID pandemic, this photo perhaps took on added meaning as it spread the news of the prize. And through social media, I received messages from around the world. Indeed, many congratulations came from people of Armenia and Lebanon, where my ancestors and I were born. I am grateful that the Nobel Prize has reconnected me with my roots and highlighted how internationalism, diversity, and the exchange of ideas and people are so integral to progress. Thank you for the opportunity to share my science with you. Այսքանը։ Հարցեր ունենք մեր նոբինարից։ Նոթիկն ջան։ Այսօրվա նոբինարը շատ ուժեղ էր, ահագին բան սովորեցինք եւ շատ պրակտիկ եւ շատ ամենօրյա բան ապրես։ Անդաստներից էլ ենք շատ բան սովորել, բայց ես մեկից շատ սովորեցինք։ Ոնց ասում էին նոբինարի սկզբում, որ արդեն մեկին կպնում ես կամ սառնություն ես զգում, sense արդեն ռեցեպտորն հետ պատկերացնում ես բացված իոնները գնում են։ Ուզում ես փակես։ Դա նշանակում է նշաձողը բարձրացրել ես արդեն, ուրեմն ստիպված է բարձր գնա։ Շնորհակալություն Արտուր ջան, շատ լավ էր։ Ընտրեմ։ Սոֆիա ջան։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել Արտուր ջան։ Նախ էլի առաջի անգամ էի, որ միացել էի, մյուսները ցավոք չեմ կարողացել։ Օրերը ֆիքսել էի, բայց չկարողացա ու բաց թողեցի։ Հուսով եմ հաջորդներին կկարողանամ միանամ։ Շատ մերսի։ Համ թեման էր հաճելի, համ շատ լավ ներկայացրեցիք։ Շնորհակալ եմ։ Մերսի, ձեզ էլ մերսի։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ հեշտ լինի։ Ինձ էլ ձեզ էլ։ Մերսի շատ Արտուր ջան, շատ հետաքրքիր էր։ Շատ լավ։ Դե մյուս նոբինարի մասին էլի կտեղեկացնեմ մեր ցանցերում։ Լավ եղեք, Ամալիա ջան, Սոֆիա ջան, ձեր մարտիրն է շնորհավոր։ Շնորհակալություն։ Շնորհավոր։ Շնորհավոր դեր մարտիրը։ Լավ եղեք։ Կհանդիպենք մյուս նոբինարին 2 շաբաթ անց։ Լավ։ Հաջողություն բոլորին։ Հաջողություն։